Զուտ վերլուծական մասից եմ տեսել քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավման կատարողականի ցուցանիշը ցածր էր ու նշված էր, որ պայմանավորված է նախագծման աշխատանքների հետ առաջացած խնդիրների։ Հիմա 2025 թվականին արդեն սկսվել են այդ աշխատանքները, թե ոչ, զուտ ուզում եմ ճշտել սա։ Այստեղ պետք է շատ անկեղծ պատասխանեմ։ Մենք ունենք խնդիր հասկանալու, թե մեր ծրագրերը որքան հավակնոտ կարող են լինել։ Մենք կարող ենք ունենալ եւ իրականում ունենք շատ հավակնոտ ծրագրեր, բայց դրանք պետք է լինեն նաեւ իրատեսական։ Մենք առաջ ենք շարժվել խնդիրների լուծման փոքրինչ այլ ճանապարհով, քանի որ մենք ունենք այս պայծրությամբ ամենասուր մեկ հիմնական խնդիրը, դա օր առաջ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը փակելն է եւ դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկը փակելն է։ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի հետ կապված ունենք արդեն իսկ գրանցած հաջողություն, որովհետև առողջապահության նախարարության հետ աշխատանքի շնորհիվ կարողացել ենք վատ կհնչի այդ բառը, բայց տեսակավորել շահառուներին, որոնք պետք է ուղարկվեն այլ տեղեր պատիժը կրելը շարունակելու, նրանց մի մասը կտեղափոխվի Նուբարաշենի հոգեբուժական համապատասխան կենտրոն, որպեսզի շարունակի պատիժը կրել, իսկ մյուս մասը կտեղափոխվի Արմավիր քրեակատարողականի հիմնարկի ստացիոնար բաժանմունք եւ այս ծրագիրը ես հույս ունեմ, որ մենք մինչեւ սեպտեմբեր կիրականացնենք, այդպիսով կփակենք դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկը։ Նուբարաշենի խնդիրը փոքրինչ այլ է եւ ավելի բարդ է, պայմանավորված նրանով, որ այնտեղ պատիժ կրող անձինք կամ անազատության մեջ գտնվող անձինք ավելի շատ են, 500-ը գերազանցում են եւ մենք իրապես կարիք ունենք նոր շենքային պայմանների եւ խորհրդակցելով քաղաքաշինության բնագավառի մեր գործընկերների հետ դիտարկել ենք մի կարճաժամկետ լուծման հնարավոր տարբերակ, որը ծախսային տեսանկյունից ավելի արդյունավետ է, դա Էրեբունի քրեակատարողական հիմնարկի հնարավոր վերանորոգումն է, որը մեզնից կպահանջի ավելի նվազ միջոցներ եւ կլինի ավելի արագ ու հնարավորություն կտա ավելի շուտ փակել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկը։ Այդ սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր մեծ գաղափարից, որն է նոր բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխանող քրեակատարողական հիմնարկ ունենալը եւ մենք այս աշխատանքները տանում ենք զուգահեռ, այսինքն ձեր հարցի պատասխանը այն է, որ այո, այս պահին նախագծանախահաշվային աշխատանքները շարունակվում են, բայց շարունակվում են ոչ միայն այդ, այլ նաև այլ ուղղություններով, որովհետև մեր վերջնական նպատակը եւ ցանկալի արդյունքը այն սուր խնդրի լուծումն է, որի մասին որ ես խոսեցի։ Պարոն Գրիգորյան, պատրաստվեք ինքը Լոյանը։